Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են 3 հարց։ Առաջինը բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծն է։ Փաստաթղթի հիմնական նպատակն է ձևավորել կառավարման միասնական համակարգ, բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովելու ճանապարհով։ Նախագահը ելնելով նիստում հնչած առաջարկներից հանձնարարել է 1 շաբաթյա ժամկետում լրամշակել նախագիծը եւ ներկայացնել հաստատման։ Անվտանգության խորհուրդը հավանություն տվեց հայեցակարգին, որի հիման վրա առաջիկայում կմշակվի եւ ռազմավարության հիմքով արդեն յուրաքանչյուր ոլորտում առանձին օրենսդրություն։ Երկրորդ հարցի պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարարը։ Խնդրի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարները։ Նորից շեշտադրվեց նաեւ գիտական հենքի ստեղծումը եւ վերականգնումը սերմնաբուծական սելեկցիոն կայանների, տոհմաբուծարանների, որոնք թույլ կտան բարձրացնել որակը գյուղատնտեսական արտադրանքների, ինչի ինքնաբերաբար կբերի պարենային անվտանգության բարձրացմանը։ Հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել հակակարկտային եւ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ։ Առանձնահատուկ կարեւորություն է տրվել ապահովագրական համակարգի ներդրմանը։ Խորհրդատուն կա, ապահովագրական ընկերությունները կան, վերապահովագրողները կան, պետք է այդ ամբողջը բերել մի հարթակի վերադնել եւ փորձարկումներ անել տարբեր ոլորտներում, որն է գործունյա մեխանիզմը մեր երկրի համար։ Նիստի երրորդ հարցը մերձավոր արևելքում իրադարձությունների ազդեցությունը հայկական համայնքների վրա։ Արտգործնախարարի տրամադրած տեղեկությունը լսելուց հետո նախագահը ընդգծել է, որ անկախ իրավիճակի զարգացումից Հայաստանը շարունակելու է օժանդակությունը։ Հիմնական նպատակը պետք է կայանա իմ կարծիքով նրանում, որպեսզի կարողանանք բնակչության մնացած մասը գոնե տեղում պահել։ Երկրորդ խնդիրը այստեղ պետք է շարունակենք օժանդակել սիրիահայերին, նաև իհարկե միջազգային կառույցների օժանդակությամբ պետք է պատրաստ լինենք, եթե հանկարծ իրավիճակը սրվի, կարողանանք օգտվել այնտեղ մնացածների մասին։ Նախագահը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել մերձավոր արևելքում մեր հայրենակիցների կենսագործունեության եւ նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի ավանդական կապերը արաբական երկրների հետ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։